Ողջույն բոլորիդ, հուսով եմ բոլորդ լավ եք, ես սկսում եմ իմ հերթական վլոգը։ Մեզ մոտ առավոտ շուտ է, ամուսնու սուրճ եմ դնում, իսկ ես խմում եմ հերթական տաք ջուրը։ Եղածած ջրին պարզապես մի փոքր սառը ջուր եմ ավելացնում, որ ջերմաստիճան հասցնեմ մոտավորապես 80-ի, որ հեշտ ու հանգիստ կարողանամ խմել։ Արդեն մի քանի ամիս կլինի, որ առավոտյան այս տարբերակով եմ խմում, իսկ արդեն օրվա ընթացքում սովորական ուղղակի տան ջերմաստիճանի ջուր եմ խմում։ Իդեպ ինչ սկսել եմ այս տարբերակով ջուր խմել եւ հատուկ ժամերին հրաժարվել եմ նույնիսկ թեյից, պես չի որ միջև այդ սիրահար եմ։ Այստեղ մեկ-մեկ խմում եմ, իսկ հիմա եղածված ջուր եմ խմում, չեմ ավելացնում ոչ շաքարավազ, ոչ գույն։ Սկզբի 2-3 օրն է դժվար, հետո արդեն սովորական երևույթ է լինում։ Մի խոսքով, եթե հետաքրքիր լինի որ ժամերին եմ ջուր խմում, անպայման կգրեմ։ Այդպես ամուսիններով գնացել էինք Միրգ եւ բանջարեղենի խանութ, մատկը մեզանից ելակ էր, իսկ Արամը կիվի։ Այդպես գնումներ կատարեցինք, ելակի սեզոնն է, բայց ելակի գինը դեռ չի ուզում ինչ որ նորմալ գնի հասնի, կիլոն դեռ 400 ռուբլի է, չնայած անցած անգամ կիլոն 600-ով էր ասան գնել ու շոտ on-home էր, այս անգամ գոնե մի քիչ քաղցր, հույս ունենանք որ քանի գնալով ավելի քաղցր ելակներ կարող ենք գնել։ Այստեղ առավոտյան հացով պիցցա է սարքել արագ երեխեքի համար, իդեպ ասեմ շատ համեղ է ստացել, մի օր միասին կպատրաստենք։ Քոնը հեսա գծածդ, երեխեքն մաքրել են։ Там плесень? Чего? На пиццу. Можно. Տնենք թող խաշվի։ Չուլեցնենք, հետո աղ։ Իրանք են մաքրել, այստեղ սենց վնասվածքներ կա, եթե չեմ սխալվում 40 ռուբլի մեկ հատը։ Սա ծխցիկից միս եմ հանել, որ կատլետ սարքեմ, բայց մերոնք շաղմա են ինձ ուզում։ Կեսը կանենք շաղմա, իսկ են յուղոտ կտորները, այսինքն կաղամ ու կատլետ կանենք։ Հիմա սպասեմ վերջնական հետ գա դեռ սաղածա, ու հետո կանցնենք գործին։ Այդյաստենք ու գնացինք դասանելու։ Վերջապես այս պատրաստա, երեխեքը ամեն 5 րոպե ասում պատրաստ չի ստանենք, հիմա ստանեմ թող իրանք ուտեն ու ես շարունակեմ իմ գործը։ Շատ մայաղցան եմ պատրաստում, այս կատլետը իմպրովիզ արեցի, ինչ էր ասես այդտեղ չավելացրեցի, աղացի 4 կարտոֆիլ, 2 հատ գազար, համեմունքներ լցրեցի, աղ, կանանչի, ալելուց հետո հասկացա, որ շատ յուղոտ է ստացվելու կատլետը, դրա համար որոշեցի և գազար ավելացնել և կարտոֆիլ։ Բերակովանում ինձ թվում է համեղ կլինի։ Մարտինը մի քանի վայրկյանով սավեջերի մեջ մտցնեմ։ Մարկ, արի տար։ Что? Кукуруза? Она загорячая? Չգրեչիցի։ Քոնը սաղածա։ Արի նստի։ Ինչն ես հանում, մազերը վրի։ Արի։ Մեզ մոտ հաջորդ օրն է, շարունակում ենք վլոգը։ Դաս ենք անում։ Ասել եմ մի հատ ձեն եք եթե հանեք, գնալու եք այդ ցտին դուրս դասանեք, բալկոնը։ Все равно ես այդ ձեները լցելու եմ։ Շուստիրի ազում ձևան այս երեխեն։ Այս տեյթի մեջ բերում ինձ սուց ես տալիս։ Դա։ Ապայցան համար պակ է, թե չետո մոնտաժելուց ես գժվել եմ իրանց ձեները, ստիպած պետք է լինեմ։ Ձայն անջատեմ ու ձայնագրեմ։ Հիմա մի քանի օրից ծնունդս է, ամսի մայիսի 19, չգիտեմ ես վլոգը երբ կտեղադրեմ, ճիշտ ասած, իմը միշտ ուշալու եմ, 1-2 շաբաթ հետո նոր տեղադրեմ, դամը թիմն ասենք, որը ասենք, բայց թե կարող եմ նույնիսկ հուլիսին տեղադրեմ այդ վլոգը, չի բացխաղվում էլի, այդ փաստը արձանագրենք անպայման, այսօր 17-ն է, երոկային ասեցի բիսկվիտները կանեմ, իսկ ամսի 18-ին, այսինքն վաղը գրեմը կսարկեմ, մի խոսքով ամբողջությամբ կհավաքեմ, ամսի 19-ին արդեն վերջնական ձևավորում եմ, միշտ ես այդպես եմ անում խմորեղենը ու իրականում բոլոր կոնդիտերները, շակագործները
Միշտ էլ այդպես են անում, մարդկանց թվում է թե մի օրում կլինի խմորեղենը հավաքել ծննդյան տորթերը, իրանցից երկար ժամանակ է պահանջվում, անպայման պետք է բիսկվիթը մի քանի ժամ հանգստանա, հետո կրենք, քսենք, դնենք սառնան, խոսքով երկար պրոցես է, 2-3 օրվա պրոցես է։ Դե քան ասեցի, հեսա բիսկվիտներ եմ անելու, ասեցի 2 այն անեմ, ու հետո հիշեցի այն փաստը, որ եթե անեմ երեխեք անպայման ուզել են այդ բիսկվիթից ուտեն, դեմա տանը այսպես կիսատ, այստեղ շատ կիսատ թթվասեր ունենք, թթվասեր, այստեղ մածն ունենք, հիմա իրանց սիրելի կեքսը կանեմ, ես ֆորմեքի մեջ, թղթից ֆորմաներ չունեմ, իսկ այն մյուս ֆորմետս ահա որ ժանգոտած վիճակում են, միշտ թուղթ էի դնում, քանի որ թուղթ չունեմ, փորձեմ քիչ չափով բաժնованել, որ մեկ անգամ թխեմ ու վերջ։ Այդպես, հիմա իրանց կեքսը արագ անեմ, նոր հետո անցնեմ բիսկվիթին, բիսկվիթը դες չգիտեմ, իրանցից տեսակ հարցնեմ, չնայած իրանցից որ հարցնում եմ, միշտ շոկոլադ են ուզում, և կրեմն է շոկոլադ է ուզում, և բիսկվիթն է շոկոլադ է ուզում, դա համար կգնի գիշեր-ցերեկ անել, մեկ շատ սպիտակ անել, մյուսը շոկոլադ է։ Մի քանի պլաններ ունեմ, այսօր երեկոյան պետք է գնամ Ազոն, պատվերներ ունեմ, Ozonից պետք է պատվերներս վեկալեմ, հագուստ եմ պատվիրը ինձ, պետք է գնամ անպայման դա փորձեմ, պետք է անպայման գնամ փորձեմ նոր վեկալեմ, նույն հագուստից եմ ընտրեմ, մեկը սև, իսկ մյուսը բաց կապույտ, այսինքն երկնագույն եմ ընտրել, կգնամ այնտեղ կհագնեմ, հետս բարձրակրունգներ եմ տանելու, որ հասկանամ ոնց է նայվում, մեկնումեկ արդեն կընտրեմ կամ սևը կամ երկնագույնը, մանատից ապտես մեկն չեմ, այնտեղ տեղում կորոշեմ, որը կվեկալեմ, խմորեղենի ձևավորման համար մի քանի ևս պարագաներ եմ պատվիրը, դե կվեկալեմ ու սատած վիճակում է, դրա համար կառանձնացնեմ, բայց ասացել եք սատկելուց ընդհանուր է անում, եթե տան ջերմաստիճանի է, անգամից լցնել և հարել, հիմա սենց ուղղակի արագ կստացվի, այնպես սատած վիճակում շատ երկար պետք է հարեի, դրա համար առանձնացնում, ասացել եք ինչ եմ առանձնացնում, ընդհանուր դնում և հարում եմ, հիմա 4 հարկիցը հետքամ, աստեղ մեջ եմ ևս ինչ-որ մի բանում որ մարդ, ինչ է? Նաև որոշել եմ մազերս ներկել, ինչքան ժամանակ արդեն մտածում եմ ներկեմ, չներկեմ, առասարակ չեմ սիրում փոփոխություններ, կտրուկ այսինքն փոփոխությունների սիրահար չեմ, բայց արդեն սպիտակ մազերս բավականին երևում են ու որոշեցի ասեցի կլինի արդեն ներկել, ամոթն էլ լավ բան, չնայած որ չի ուզում, և Viber-ում և Ազոնում և իհարկե որ խանութում գնում ուզեմ ընտրեմ իմ մազերին համապատասխաններ, հենց չեմ ուզում ուրիշ գույն, դաժե նույնիսկ չեմ ուզում մի քանի տոկոսով ուրիշ ներք լինի, նույնիսկ փոփոխություն չեմ ուզում լինի, հենց իմ նույն մազերի գույնն եմ ուզում գտնեմ, բայց քանի որ ընդհանրապես ես դրանից գաղափար չունեմ, առաջի անգամ եմ դա անելու, ինձ պետք է մասնագետի խորհուրդ, դեմը կգնամ Արամի մազերը պետք է կտրենք, կգնանք հենց այդ Վացարյանցը, որ հաճախակ ենք Արամին տանում, Արամին մատկին, կգնամ այդտեղի աղջիկներից կիմանամ Արամի մազերը կկտրեն, համ կգրանցվեմ միանգամից իրանց մոտ, քանի պաչկաններ պետք, ես ինքս կգնեմ թե իրանց մոտ կա, ես նայեցի, որ կարճ մազերին 1 տուփ է պետք, փոքր երկար մազերին 2 տուփ, 3 տուփ ավելի մեծին, իսկ ես չգիտեմ, ինձ թվում է 3 տուփ հաստատ, ընդհանրապես չեմ հասկանում այդպիսի բաներից, դրա համար ճիշտը մասնագետի մոտ կգնամ, աղը կգնամ, դասից հետո Արամին կտանեմ, մազերը կկտրեն, համ այդտեղ կգրանցվեմ, նույնիսկ օրը կգնամ մազերս կներկեմ և բացի հետ էլ ամսի հաջորդ օր ամսի 20-ին ծնունդի ենք հրավիրված, ասոյի ընկերոջ ծնունդն է, հրավիրել են, նաև դա էլի ադիտ եմ, որ մի անգամից 2 ադիտ ասեցի կլինի անել չնայած պետք է խոստովանեմ, ասել է, որ կանեմ Լուսինե Վիպուսնոյի
օրը, դրա օրը կգնամ Վարշավյանոց, նոր մազերից կներկեմ, մի փոքր էլ հակասեմ կկտրեն, այդպես։ Դե ես ամեն ամիս երևի մոտավորապես 10 սանտիմետր կտրում եմ, 7-10 սանտիմետր կտրում եմ, կարող է ասեմ, որ մի քիչ ավելի շատ կտրեն, չգիտեմ, այնտեղ կորոշենք, ինչքան կտրենք ճիշտն ասած։ Այդպես վենիչների համար այդ կարող շատ սովորական երևույթ լինի, մազ կտրել, օրինակ իմ քույրը, ինքը գիտի, եթե ինքը նայում ենք գիտի ու մասին է, կարող է ամիսի մեկ ինչ-որ մի հատ ձեր ներկել, ստեյչի լսին է, որ ամեն անգամ զանգում ես, դատև ուրիշ գույն է լինում, ասում է, նայի, ես անգամ ինչ եմ ներկի, ասում է, նայի, սիրուն է ստացվել, ու ամեն անգամ, որ ինչի պրովիզներ ասես չի անում իմ մազերի հետ, այսինքն այդ մարդու բնավորությունից է կապված, ինքը սիրում է սենց փոփոխություններ, իմպրովիզներ անել, և դրա համար են, որ մի տարի քցե բռնել եմ, անեմ, չանեմ, նույնը հոնքերիս հետ կապված, հոնքերիս արդեն գրանցվել եմ, ասու ընկերոջ կնոջ մոտ, արդեն երկար ժամանակ է անում է, իր մոտ գրանցվել եմ ամսի 22-ին դա էլ, մեկ տարի էլ այսպես մտածում եմ, ինձ արդյոք պետք չի ուզում եմ, չեմ ուզում, վերջը որոշեցի, որ ուզում եմ, եթե մազերս ներկում եմ, ուրեմն դա էլ անպայման կանեմ, հոնքերի փոշոտում եմ անելու, այսպես ասած, վերջը որոշեցի դա էլ անեմ, բայց փոփոխություններ այն սպասում այս տարի, չգիտեմ, հույս ունենամ, որ սպասելիքներս կարդարանան, ասում եմ, ես փոփոխությունների սիրահար չեմ այդքան, չգիտեմ, ինձ թվում է լավ կլինի, ինչ-որ մոտավոր պատկերացներ ունեմ և հոնքերիս հետ կապված և մազերիս հետ, ինձ թվում է սպասելիքներս կարդարանան, եթե մի փոքր էլ չին չարդարանան, ես տես եմ տանում ժողովուրդ, ես այո այդպիսին եմ, սրանից ազատվեցինք, ամոթի թիքերներ, սենց մնացել եմ ոչ մեկ չի ուզում ուտել, ստնում Միքրելի քերվածանում փոքր տականա, շատ սառնա, կամ տեղում որոշեցի, որ երեխեքի համար կեքս եմ ուզում անեմ, ընդհանրապես միտք չունեի, արդյասով նախորդ սառնարից հանում եմ մթերքներ, որ տան ջերմաստիճանի լինեն, այսպես ես միացնենք, միացնենք ինչ-որ փոփոխություն կտա, ջեռոցը միացրեցի, Он мне сказал, лучше закрой, чтобы я типа не слышала. ասում ակազներ թակի, վաղկվել է շուշտարա գթի, բլծի գթի, ու ամցար մյուս դասիտ, ես մոտացել եմ, որ իրանք շոկոլադ է սիրահար են, հիմա ստեղ նաև երկու մասի կբաժանեմ, ավելի շատ կանեմ կակao, քան կաստոմի, հիմա զանգված է ցույց տեմ, ստում է, ավելացեցի երկու ճաշի գթալ կակao ու ինչ հիշեցի, ես ինչ եմ մոտացել, ձեթը մոտացել եմ, այստեղ կես եմ, այստեղ կլեցնեմ, մյուս կես արդեն, այստեղ մոտավորապես երևի 60 գրամ կլինի, այստեղ տեղավորեցի, այստեղ երևի որ մաքրեմ մեկ հատի էլ կլինի, սա էլ արդեն ադանցին կանենք, կամ խառնեմ իրաց սենց, կեքսերը արդեն պատրաստ են, չենք սպասում սարդի, մենք դրա ժամանակը չունենք, սենց մի անգամից իրեն հանում ենք, կան որ ես ֆորմաներս ոնց որ 12 հատ են, թե չեմ սխալվում, հիմա սենց հակառակով մոտ դնել ենք ու այստեղ արդեն լցնել եմ մյուսը, չենք սպասում, չի սաղում, մի անգամից տակ հանում ենք ու նույնիսկ չենք էլ լվանում, հեշտ ու հանգիստ հելնում է, հիմա արդեն մյուսը կլցնեմ, Кексы готовы? բայց տակ հա, Мам, кексы готовы? Они так? տակ հա, տակ, Да? հա, Кексы готовы? մի 10 անգամ էլ ասա, Да. դա, А здесь չենք вот արանում, такие շատ можно? խոսալուց մենք չենք ուքվում, չէ մարդ, հա, Мам, невкусно эти. նիվկուսն է, Вкусно. հա, վկուսնը բասում է նիվկուսն այդ տղա, ես արդեն գրվում էի, А там
сказал, что не вкусно, а я сказал вкусно. Քեզ տան տանես, բայց պետք է սպասես սավի։ Да. Ան։ Не этими тарелками. Здесь закрыто. Я хочу маленькую тарелку, как у мальчика. Ну-ка, бачите, значит, тան փափկությունը։ Սկով, այսպես, մա, ասենք մյուսը։ Քանի ստեղ մի քիչ մնացել է, սևից կնի սենց խառնել։ Սենց զեբրայդ ինչ-որ մի բան ստանանք չոպիկի օգնություն։ Սենց ստեղ տղավարեցինք, 2-4-6 ստացվեց։ Մինչև պատրաստվեն մնացած կեքսերը, պատրաստում եմ հիմա բիսկվիթը։ Շուտի վերջը անենք շոկոլադը, վանիլային չենք անելու, հեռացրեցի վանիլը ոնց բերել էին այս տարա։ Հիմա վերցրել եմ այստեղ 10 հավկիտ, որոշել եմ սկզբում 5 կանեմ, հետո կմիացնեմ, բայց ամբողջությամբ եմ անելու, մեծ կաղապարի մեջ եմ անելու ու սենց բարձրություն արեցի, եթե հանկարծ որոշի բարձրանա, իրան չի խանգարի ու հանգիստ կբարձրանա, չի գա ու չի թափվի։ Այս ապահովության համար եմ արել, 4 բաղադրիչները լցրել եմ 2 թեյի գթալ փխրեցուցիչ, մոտավորապես 4 ճաշի գթալ կակաո և 1 բաժակ ալյուր։ Քանի որ կակաո շատ վեկալեցի, դրա համար ալյուրը 1 բաժակը ինձ թվում է հերիք հատածվի համար, եթե հասկանամ պետք լինի եւս էլի կավելացնեմ, 1 բաժակ շաքարավազ, շաքարավազները բիսկվիտի մեջ քիչ լցնում, քանի որ առասարակ կրեմները ավելի քաղցր են ստացվում, քան բիսկվիտը, դրա համար որ բալանսի բերենք, բիսկվիտները մի փոքր քիչ եմ շաքարավազը, բաղադրատոմսից այսինքն քիչ եմ շաքարավազ լցնում, քանի որ գիտեմ, որ այս կրեմները շատ քաղցր են սարքում, ինձ իմանալով դրա համար այդպես եմ անում, այստեղ վերցրել եմ 1 օղու բաժակ ջուր և վերջի մա կառանձնացնեմ, դրելու ենք սպիտակուցը, հետո շաքարավազը ու հետո մնացածն ենք քիչ լցնելու, դեղնուցը, ջուրը, մի խոսքով և 4 բաղադրիչները, մանրամասն ցույց չեմ տվել, քանի որ իմ ուներում ցույց եմ տվել, դրա համար ուղղակի սենց ակնթարթորեն ասեմ ինչ եմ անում ու արդեն վերջնական տեսքը ցույց կտամ։ Վերջ իսկալուն արդեն անելու ենք ձեռքի օգնությամբ, հավիչը էլ մեզ պետք չի գալու։ Հետաքրքիրն է, որ ասում եմ, վերջնական արդյունքը ցույց կտամ, մեկային վլոգներում ցույց եմ տվել, բայց մեկ էլի ընթացքը էլի ցույց եմ տալի։ Հիմա սենց ներքևից վերև, սենց ինչ որ ճաշի պես չենք խառնում իրան, ինչ որ սենց բաներ կաշայի նման չենք խառնում, սենց շատ թեթև, այսինքն իրեն բարձրացնում ենք, թափահարում ենք, ներքևից վերև, բարձրացնում, թափահարում ու ամենակարևորը մի քանի էտապներով ենք, այսինքն միանգամից էս ալու չէ, գթալ, ատգթալ, շատ երկար, պրոցեսան մանավանդ, որ սենց 10 ձվանոցով ես ուզում անես բիսկվիթդ, այսպես, սենց հանգիստ, պետք չի վրազել, արագ խառնել, սա էլ վերջնական տեսքը, իդեպ ավելացրեցի եւս 4 ճաշի գթալ ալյուր, շատ թուլոտ էր խմորը, հիմա սենց արդեն նորմալ է, շատ պինդ խմոր չեմ սիրում անել, նամանավանդ, երբ որ ինչ-որ հատուկ ձևավորումներ չկա, ուղղակի կրեմ եմ քսելու, վերևը շատ թեթև ձևավորում եմ անելու, ինչ-որ դժվար ձևավորում չկա, որ պետք է կտրել, ավելացնել, ինչ-որ մի բան անել, այդ պարագայում, այո, պետք է, որ խմորը մի քիչ ձիգ լինի, որ բիսկվիթն էլ ձիգոտ լինի, որ հեշտ լինի իր հետ աշխատել, քանի որ ինչ-որ յուրահատուկ ձևավորում չեմ անելու, դրա համար ինչքան նուրբ ու թեթև լինի բիսկվիթը, ավելի համեղ կստացվի։ Այս տեղափոխեմ ստե ու դնենք ջեռոցում 170 աստիճանի տակ։ Куда мы идем? Да, мама, ты на им силу тага. Այս մարդկիս են վկալել, շատ սիրուն, անա վրա,
Իմ սիրուն։ Համապատասխան կոշիկներ գտնեին։ Հա։ Ձենը։ Ես վերջը սև ընտրեցի, կապույտը շատ սիրուն է, բայց դե պետք է մեկ խոստովանենք, որ իմ մաշկի համար չէ։ Ավելի բաց մաշկ ունեցողների համար մյուսնի մաշկը շատ բաց է, սպիտակը իրան սազում է տենց բաց գույներ, բայց ինձ չսազեց, չնայած ինքը որ շատ սիրուն հագուստ էր, վերջը սև ընտրեցի։ Ճիշտ է, որ բարձրականգներս վեկալել, որտեղ առանց բարձրականգներ անկեղծ ասած ինչ-որ մի տոյան նայվում ճիշտն ասած, բայց բարձրականգները արդեն սիրուն են, նոր էլ հագա, երեխեքը տեսան, նույնիսկ այդքան է չաղանեց, տեղեքս ասեցին, որ սիրուն է։ Ոսկով, սեսպես գնամ ինձ պատվերնից տղավորեմ։ Այս անգամ այս սերուցքից եմ վեկալել, տեսնենք։ Եկե ուզեցի հասկանամ որակը ինչպիսին է, եթե ինչ հետագայում սրանից էլ կգնեմ, հենց ուզենամ հատուկ ձևավորելու համար։ Առաջի անգամ եմ սրանից օգտագործելու, սեն վեկալեմ, ձևավորելու եմ սենց ծաղիկներով, միջև այդ որոշել էի սրանցով անեմ, այս հատուկ հեսա լված է դրել եմ, չորացել է, ասեցի սրանցով կձևավորեմ, այսինչ լինում է հանել կակաչները, այսինչ պետք է ձևավորեի, հիմա տեսնեմ, սկիզբը որոշել է, որ սրանով եմ ուզում ձևավորեմ, բայց հետո մտա զան, տեսա, որ նաև վաճառում են սենց արդեն պատրաստի հենց հատուկ խմորեղենի համար ընտրեցի, ինձ թվում է չեմ խառնի իրար, ինչ-որ մի տեսակ կնայվի, չացեք վեկալեցի, որ այսօր երեկոյան նաև կրեմ կանենք, որոշեցինք, եթե շոկոլադ է բիսկվիտ եղավ մեզ մոտ, հեսա ցույց կտամ արդեն պատրաստը, նաև կրեմ կանենք շոկոլադը, եփովի խտեցրած կաթ եմ վեկալել, մյուքսկով եփովի կրեմ կանենք, իսկ սլիկը ամբողջությամբ վերևը պատելու ենք, ձևավորելու ենք արդեն ծաղիկներով, այստեղ մոմերը սահում 33 Իշավ կվացեմ վասնական ցույց կտամ, իսկ ես արդեն վաֆլնի եմ, վաֆլնի բումագա է արդեն A4 ֆորմատի վրա, դրանով ենք ձևավորելու ամբողջությամբ, վերջնական արդյունքը իհարկե արդեն ցույց կտամ, կհասկանաք ինչ խմորեղենի մասին է, ինչ եմ ուզում հարած լինեմ, դրանա որ սավչի Սկիզբը մոմերն էին դրեմ, հետո արդեն մոմին համապատասխան ծաղիկ ընտրեցի, կար այնտեղ տարբեր գույների ու նենց ընտրեցի, որ մոմերին համապատասխան լինի։ Բայց ես միացա էլ բաց ենք հասկանալն ինչ ձևի է։ 25 հատ այստեղ, ասած առաջ անգամ եմ սրանով գործանում, դրա համար նենց ուղղակի տիպով տարբերակով երեխեքի տորթերի վրա ամրացրել եմ, գիտեի, բայց սենց քանակության թե մեկ խմորեղենին քան կգնա, դրա համար ընտրեցի 25, որ միջինն եմ ընտրել, կար նաև 10 հատ, մտածեցի 10 հատը կարա քիչ լինի, դրա համար 25 հատ վեկալեցի, ընտրելու ենք ու տորթի կողքերով ամբողջությամբ պատենք, ինձ թվում է 25 հատը երեքի կարող է նույնիսկ շատ լինի, որ ապահովության համար ասացի ավելա մի քիչ շատ լինի, քանց թե քիչ, վերջ, տնեցիկին հաց տամ ու անցնեմ գրեմս պատրաստելուն, եփովի գրեմը արդեն պատրաստ է, հիմա տեղափոխեմ մեկ այլ տարայի մեջ ու տանեմ արդեն սաղարանում, մնացած արդեն վաղ կանենք, բիսկվիտներ արդեն թաթեթավորեցի, այսպես ասած, իջեցնեմ առաջի արկ, մնացածը արդեն վաղ կանենք։